Ներդրված համակարգը առաջին քայլն է քաղաքացիների մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացման ուղղությամբ եւ սա շարունակական գործընթաց է լինելու։ Ըստ էության, եթե կարճ ձևակերպենք, ստացվում է, որ նպաստների, ծննդյան նպաստի իրավունքը առաջին, երկրորդ երեխաների ծննդի դեպքում քաղաքացին հնարավորություն է ստանում իրացնելու առանց տարածքային կենտրոն այցելելու։ Այսինքն առանց այն բոլոր քաշքշուկների, թղթաբանության, պաշտոնատար անձանց հետ շփումների, որոնցից նաև շատ դժգոհությունները մենք միշտ լսում ենք մեր քաղաքացիներից, սա փաստորեն առաջին քայլն է, որ հնարավորություն է ընձեռվում ուղղակի առանց որևէ շփման ստանալ իրավունքը, իրացնել իրավունքը։ Եվ այս գործընթացը շարունակական է լինելու, քանի որ սա առաջին փորձն է համակարգի իմաստով, համակարգի ներդրման իմաստով, մենք պիտի մի բան հստակ ամրագրենք, որ այս ձևաչափով իրավունքի իրացումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ բոլոր անհրաժեշտ տվյալները պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական շտեմարաններում առկա են։ Նախատեսում ենք առաջիկայում նաև մի կարևոր քայլ անել կենսաթոշակների եւ մյուս նպաստների, որոնք սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից են տրամադրվում, դիմելու որևէ խնդրի հետ կապված, ասենք կենսաթոշակ վերահաշվարկել, տեսակ փոխել, դադարեցվածը վերսկսել եւ այլն, ցանկացած տարածքային բաժնից, այսինքն անկախ հաշվառման վայրից, եթե մինչև հիմա գործող կարգը բացառապես ենթադրում է, որ քաղաքացին պիտի դիմի այն տարածքային մարմին, որտեղ ինքը հաշվառված է, այսինքն որը սպասարկում է իր հաշվառման վայրի տարածքը, ապա առաջիկայում մենք ունենանք նաև այս խնդրի լուծումը, դա նշանակում է, որ նորից քաղաքացիներին ծառայություններ ստանալու առումով մատչելիությունը մեծացվելու է։ Պարոն Ասատրյան, սոցիալական ապահովության ծառայության պետն աշխատանքից ազատվեց։ Որն է եղել պատճառը։ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետը Արմեն Աբրամյան 2011 թվականից ծառայությունում աշխատանքի անցավ, ինքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատող էր, մարդ, կարող եմ ասել, որ մեծ ներդրումներ ունի այդ ոլորտում եւ մեզ օգնել է ընթացքում այն աշխատանքները իրականացնելու, որի արդյունքները նաև դուք եք տեղյակ, մասնավորապես կենսաթոշակային համակարգի նոր տեղեկատվական շտեմարանի ներդրման, բազաների ձևավորման, ցուցակների մաքրման եւ այլն։ Եվ հիմա, քանի որ մենք ունենք շատ առարկայական խնդիր ամբողջ սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգ ձևավորելու, էլեկտրոնային սոցիալական ծառայություններ, էլեկտրոնային կենսաթոշակ համակարգի օրինակով, այսինքն ամբողջական համակարգ, մենք առաջարկել ենք պարոն Աբրամյանը անցել աշխատանքի նոր տեղեկատվավելուծական եւ իրազեկման արդեն հիմնադրամում, որպես տնօրեն, սա բացարձակ չի վերաբերում որևէ քմաջույքի եւ ես չեմ կարծում, որ որևէ պաշտոնանկության դեպքում քմաջույք կա։ Ես կարծում եմ, որ այս դեպքում շատ առարկայական էր եւ կա գնահատական աշխատանքի եւ կա առաջարկը, որպեսզի աշխատանքները շարունակվի այն ուղղությամբ, որտեղ շատ ավելի մեծ ներդրում կարող է ունենալ մեր խնդիրների լուծման համար։ Նախկինում քաղաքացին ստիպված էր լինում դիմում ներկայացնելու համար այցելել տարածքային բաժին եւ այստեղ նախ ծախսում էր քաղաքացու ժամանակը տարածքային բաժին այցելելու, զուգահեռաբար պետական համապատասխան մարմինը կամ տարածքային բաժինը համապատասխան ռեսուրսներ էր ծախսում այցելած քաղաքացու դիմումը հաշվառելու համար եւ օրենքով սահմանված ուրեմն մեկամսյա ժամկետում նպաստը վճարվում էր։ Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ այս դեպքում նպաստը վճարվում է 10 օրվա ընթացքում, այսինքն ավելի կարճ ժամկետներ են ուրեմն սրա համար նախատեսված, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պարագայում լայնորեն կիրառվում է կամ ամբողջությամբ կիրառվում է այլ տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ եղանակով ստացվող հավաստի տեղեկատվությունը։ Մենք քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստանում ենք անհրաժեշտ տեղեկատվությունը որոշում կայացնելու համար եւ համակարգը ըստ էության ինքնուրույնաբար, եթե կարող ենք այսպես ասել, կայացնում է համապատասխան որոշումներ։ Ակնհայտ է, որ շուրջ 35,000 անձ այսօր այս համակարգի ներդրմամբ հնարավորություն ունեն առանց իրենց տանից դուրս գալու, ուրեմն դիմում ներկայացնել եւ ստանալ իրենց երեխայի ծննդյան միանվագ նպաստը։ Սա նշանակում է, որ մեր տարածքային բաժիններ կայցելեն 35,000-ով կամ կարող են պոտենցիալ 35,000-ով պակաս շահառուց։ Ուղղակի մի հանգամանք ինչ վերաբերվում է օպտիմալացմանը, իհարկե
մեզ ծառայությունում համենայն դեպս վերջի տարիներին շարունակական բնույթ են գրել այդ օպտիմալացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ սա պետք է դիտարկել նաեւ այդ տրամաբանության մեջ։ Խնդիրը հետեւյալն է, որ վերջի շրջանում ծառայության լիազորությունները գնալով ընդլայնվում են, ծառայությանը վերապահվում են նորանոր ուրեմն նպաստներ նշանակելու եւ վճարելու գործառույթ եւ ակնհայտ է, եթե մենք այստեղ լայնորեն չկիրառենք եւ այդ լիազորությունների ավելացմանը զուգահեռ կամ դրան համարժեք բնականաբար մեր անձնակազմը, մեր աշխատակազմը չի ավելանում եւ դեկտեմբերի 8-ից սկսած արդեն համակարգը հասանելի կլինի ինտերնետ տիրույթում e-pension.am կայքի միջոցով մուտք գործելու միջոցով բավականին հեշտությամբ, պարզեցված եղանակով քաղաքացին կգրանցվի, իր էլեկտրոնային հասցեին կստանա համապատասխան, այսպես հղում, որով հաստատելով իր գրանցումը կարող է ներկայացնել համապատասխան դիմումը։ Այս համակարգի ներդրումը շատ կարևոր է։ Էլեկտրոնային տարբերակով նպաստների տրամադրումը ոչ միայն կխնայի ծնողների ժամանակը, այլև զգալիորեն կբարձրացնի համակարգի թափանցիկությունը, կբարելավի արդյունավետությունը, ինչպես նաև արդյունքում կխնայվեն միջոցներ, որոնք տրվում են պետական բյուջեից։